Ողջույն բոլորին, ինչպե՞ս եք։ Այսօր ուզում եմ դուրս գանք զբոսնելու միասին եւ ձեզ մի փոքր ցույց տամ մեր քաղաքը։ Ասեմ, որ շատ գեղեցիկ է այն, չափսերով փոքր համեմատաբար ուրիշ քաղաքների, ինչը շատ լավ է եւ հարմար, քանի որ ակետից բեկետ տեղափոխվելը ստացվում է բավականին արագ եւ ամեն ինչ հասանելի է։ Մի խոսքով, մեր թաղամասում 3-ից 4 ավտոբուսի գծեր կան եւ բոլորը ուղևորվում են դեպի քաղաքի կենտրոն։ Հիմա միասին քայլելով գնանք ավտոբուսների կանգառներից մեկը, նստենք ու ուղևորվենք դեպի կենտրոն։ Hola. Խնդրեմ տեսեք, այս կարմիր քարտերով ենք վճարում այստեղ ավտոբուսը։ Թեպետ կարող ես վճարել նաև կանխիկ գումարով եւ այս վերջերս տեղադրել են բանկի քարտով, ցանկացած։ Կանխիկ վճարելու դեպքում 1 տոմսի արժեքը 1.40 ցենտ է, իսկ եթե ունես այս կարմիր քարտերը 76 ցենտ է։ Եվ այս քարտերից նախատեսված են մեծահասակների համար փոքրերի ամսական կամ տարեկան վճարում ես եւ հանգիստ օգտվում ես։ Մենք մոտավորապես մի 15 րոպեից արդեն կլինենք կենտրոնում։ Այս հատվածում ամեն քայլափոխին կան շատ խանութներ, ռեստորաններ, բարեր։ Տեսեք։ Սա եկեղեցի է, ժողովուրդ ջան։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ իսպանացիները կաթոլիկ քրիստոնյաներ են, շատ հավատով ազգ են եւ ունեն Սուրբ Շաբաթ, որը կրոնական տոն է։ Ամեն տարի նշում են այն, տևում է 1 շաբաթ, սկսվում է կիրակի օր, մարտ ամսից ապրիլ ամսի հատվածում։ Այս արդիվ մարդիկ ամեն այդ շաբաթվա օրը դուրս են գալիս, որպեսզի տեսնեն պասոներ, այսինքն երթի, որում դուրս են բերում Հիսուսի եւ Մարիամի ոսկեզօծ արձանները պատգարակի վրա։ Շարժվենք քայլելով առաջ, որպեսզի ձեզ ցույց տամ Լաս Սետաս, փռված սունկը քաղաքի եւ պատմեմ ձեզ պատմությունը։ Այստեղ հաճախ կտեսնեք իսպանացիներին բառերում գարեջուր ըմպելիս, կապ չունի ժամը, կարող է լինել առավոտվա սկիզբը։ Այս կաֆեն էլ տիպիկ իսպանական կաֆե է։ Hola. ¿Qué tal?
ողջ քաղաքը արդեն զարդարված է, բայց լույսերը վառվելու են նոյեմբերի 28-ին, բոլորը իրենց ընտանիքներով, ընկերներով գալիս են, որպեսզի մասնակցեն այդ արարողությանը, լույսերի վառմանը։ Ուղղորդ ջան, ամեն քայլափ փոխին եկեղեցիներ կան, սա էլ է եկեղեցի, խնդրեմ։ Սեք ինչ սիրուն են զարդարել ծառերի վրա փայլեր են։ Եկեղեցու մուտքը այս պահին փակ է։ Շարժվենք առաջ։ Հասանք, տեսեք ինչ գեղեցիկ է այն, դեպ գիշերը լույսեր են վառվում, թե ներքևի հատվածում, թե վերևի մասում, քանի որ բարձրանում ես վերև, որպեսզի տեսնես ամբողջ Սևիլյան քաղաքը։ Այլենք Սա էլ է եկեղեցի ժողովուրդ ջան։ Մեն այս հատվածում աստիճանների երեկոյան ժամերին գալիս են թափառաշրջի գերաժիշտները, նվագում են այս ներքևի հատվածում և մարդիկ նստում են աստիճանների վրա, որպեսզի վայելեն իրենց կատարումները։ Այն կողմում էլեկտրական աստիճաններ են, մենք այստեղով կբարձրանանք։ Արդեն գալիս են նկարվելու Սևիլիա ցուցանակի մոտ։ Thank you. Okay, nice. Հատվածում էլ են երգում, պարում, մարդիկ գալիս են նստեն, հանգստանան, սեք ինձ երկաթե սեղանաթոռներ են տեղադրված։ Ուրեմն այստեղ ապրող և գրանցում ունեցող մարդկանց համար մուտքը անվճար է։ Ամենը պետք է ցույց տալ ռեսիդենտ քարտը և բարձրանալ, իսկ տուրիստների համար հիմա կտեսնեն գնացուցակը։ Լավ, եկեք ես ներքևի հատվածը ցույց տամ, հետո կբարձրանանք վերև։ Ուրեմն այս մասը փոքր թանգարան է, հնագիտական մնացորդներով, հիմա մոտենանք ռեսիդենտ քարտը ցույց տանք և բարձրանանք։ Buenas. ¿Puedo pasar? Vale. Gracias.
աստիճան, ուրեմն կա երկու վրելակ, շատ գեղեցիկ է, չափսերով մեծ, մեջը լույսերով է, հիմա կտեսնեք։ Նախատեսված է 18 մարդկանց համար 1350 կիլոգրամ մոտավորապես արշացանք։ Այստեղ հուշանվերների խանութ է, նա գտնենք ցույց տամ։ Սա հոտեր են։ Սևիլյայի մասին գրքեր։ Զարդեր։ Սնկի պատկերով վրան գրված Սևիլյայի սունկը բաներ։ Սա արդեն ձեզ ներքևից ցույց եմ տվել։ Այսքան եմ, շարվենք առաջ։ Քալելով գնանք, որպեսի բարձրանանք ամենաբարձր կետը սնկի։ Այստեղ կա այսպիսի հայլի գեղեցիկ։ Նորից վրան գրված է Սևիլյայի սունկը։ Գեղեցիկ նկարներ կարող եք անել։ Գնացինք։ Փոքր աստիճաններով իջնում ենք ժողովուրդ ջան, այսպես գնանք և բարձրանանք այ այստեղ ամենաբարձր կետից, այսի դիտենք քաղաքը։ Այստեղ գրված է, որ սա Եվրոպայի ամենամեծ փայտե կառույցն է, որը ոգեշնչված է Սուրբ Պետրոսի հրապարակի ֆիկուսի ծառից և Սևիլյայի տաճարի կամարներից և չափսեր, մի խոսքով ամենաներքևի հատվածում մենք դեռ չենք եղել, չգիտեմ այս պահին բաց է, որ իջնենք ցույց կտամ, շուկա է։ Հիմա մենք երկրորդ հարկում ենք, այստեղ էլ արդեն ցուցադրել եմ թանգարաններ։ Գնացինք առաջ, արդեն բարձրանում ենք։ Դրսում այսօր 20 աստիճան է, ժամը 2-ն է, ամբողջ Սևիլյան երևում է։ Այս մեջտեղի հատվածում երկար շինությունը, որ տեսնում եք, ամենաբարձր շենքն է Սևիլյայի, 40 հարկից է, այնտեղ շատ
գրասենյակներ կան, հյուրանոցային համարներ, խոսքով ամեն հարկում մի գրասենյակ կա, տարբեր ոլորտի։ Սա ներքևի եկեղեցին է, որ ցույց տվեցի։ Այս մեջտեղի հատվածի աշտարակը, որ տեսնում եք, սա Խիրալդան է, ժողովուրդ ջան, որը Սևիլիայի խորհրդանիշներից մեկն է, քանի որ Սևիլիայի Սուրբ Մարիամ տաճարի զանգատունն է և հուշարձաններից մեկը։ Իսկ նրա կողքին արդեն Եվրոպայի մասշտաբով ամենամեծ ու հայտնի գոթական տաճարներից մեկն է։ Այստեղից որ իջնենք, գնանք քայլելով դեպի այն կողմ, ավելի մոտիկից կցուցադրեմ։ Ցանուր այսքանն է, ժողովուրդ ջան։ Բոլոր անկյուններով կարող եք դիտել քաղաքը։ Երեկոյանել է շատ սիրուն։ Արդեն իջնենք։ Ընկերներով հաճախ գալիս էինք այստեղ։ Նստում էինք այս աստիճաններին, երկար զրուցում ու վայելում քաղաքը։ Այս հատվածում սրահներ են, որտեղ կազմակերպվում են համերգներ, երաժշտական միջոցառումներ, կարևոր մի խոսքով։ Տեսեք, հայտե սունկը նաև այստեղ էլ են տեղադրել։ Այստեղ էլ մի սրահ կա, որտեղ հեռուստացույցով կարող ես դիտել ավելի մանրակրկիտ քաղաքը, մոտեցնել։ Այստեղ ցույց տվեցի ձեզ կաթեդրալը։ Արդեն դուրս եկանք, ասեք ինչ արև է, արդեն նոյեմբեր ամիսն ենք, բայց բավականին շոգ է։ Լավ, եկեք իջնենք ու գնանք արդեն էլի շատ բաներ կան, որ ուզում եմ ցույց տալ ձեզ։ Ընդհանրապես հիմա քաղաքում վերանորոգման աշխատանքները տեղի ունենում տարբեր հատվածներում, նաև այս կենտրոնում այն դիմացի հատվածը ամբողջովին փակ է մեքենաների համար, օրինակ հետնյոտները կարող են մուտք գործել։ Ենք առաջ։ Սա արվեստի գծով համալսարան է։ Ալեհոպ, իսպանական
խանութ է, ժողովուրդ ջան։ Եվ իրանց խանութի խորհրդանիշը այս կողիկն է։ Միշտ ամեն անգամ այսպիսի հետաքրքիր զարդարում են, գլխարկներ են դնում։ Սա մեծ խանութ է, այդտեղ վաճառում են սպորտային շորեր, իրեր, տկնորսական, որսորդական, մի խոսքով, ամեն բան։ Ամբողջովին նեղ փոքրիկ փողոցներ են, կարող ես հեշտությամբ կորել, կապ չունի, որ այստեղ ես ապրում, բայց քանի որ դրսում ունես ինտերնետ, հեռախոս, իմ կարծիքով այս դարում կորելը մի քիչ ավելի դժվար է։ Ոնց ես ուզում եմ ցույց տալ մեր մոտի ամենահայտնի մեծ խանութներից մեկը։ Ասում եմ, չափսերով ամենամեծը հենց սա է, ուրիշ չկա։ Կոչվում է El Corte Inglés։ Մեն այս խանութում գրեթե ամեն ինչ կարող ես գտնել։ Սա իսպանացիների ամենասիրելի խանութներից մեկն է։ Ունի տարբեր բաժիններ և այդքան էլ մատչելի չէ, համեմատած ուրիշ խանութների, բայց սպասարկումը շատ բարձր է և որակյալ ապրանքով։ 3 հարկանի զառա, հիմնականում այս հատվածում արդեն բոլորը խանութներ են, հիմա ցույց կտամ։ Լոտո է վաճառում։ Կիկոն, դիմահարդարման պարագաներ են վաճառում այստեղ։ Փոքրերի մանգոն։ Սա իսպանական բրենդ է։ Վաճառում են պայուսակներ, շորեր, կոշիկներ։ Նրանք շատ են սիրում այս բրենդը։ Շեմ Ռեշկա։ Այստեղ մարդիկ կանգնում և որոշում են, անձինս հայերը գնամ Փարիզ, թե ոչ։ Ամբողջովին խանութներն են։ Տղամարդկաց մանգոն։ Բան պարագաներ են վաճառում։ Սա Diario de Sevilla-ն է, Սևիլիայի օրագիրը, որտեղ տպում են թարմնորությունները։ Իդեպ ես ուսանողական տարիներին եկել ենք այստեղ, քանի որ պետք է կազմակերպեինք հանդիպում նրանց հետ, եկել ենք, ծանոթացել ենք նրանց աշխատանքի հետ և նաև դուրս ենք եկել թերթերում։ Այստեղ են վերևից կախ են փայլեր։ Հիմնականում այս թելերի վրա նաև կախում են ամռանը մեծ կտորներ, որպեսզի
Մարդիկ շոկ են, քանի որ այստեղ 50 աստիճան եւ ավել է լինում ամռանը։ Այստեղ վաճառում են հունական պաղպաղակներ։ Նորից Կիկոյի խանութ։ Մենք հիմա գտնվում ենք Պլասա Նուևայում։ Տեսեք, արդեն եղևնին տեղադրել են։ 2 օր առաջ եկել էի, բայց եղևնին տեղադրած չէր։ Քաղաքապետարանի ժամացույցը շատ եմ նմանեցնում մեր հրապարակի ժամացույցին, բայց իհարկե հրապարակինը ավելի գեղեցիկ է ինձ համար։ Մոտենում ենք դեպի տրամվայի կայարան կամ կանգար։ Այստեղից են դուրս գալիս եւ անցնում են քաղաքի միջով տրամվաները, երկու կողմանի է։ Մեկը գնում է, մեկը գալիս է այստեղ։ Ճիշտ է, դանդաղ են ընթանում, բայց չգիտեմ, իմ կարծիքով ավելի է գեղեցկացնում քաղաքը։ Շատ հավես է։ Սա գծերն են արդեն, մենք հիմա քայլելով գնում ենք, որ էլի լիքը բաներ ձեզ ցույց տամ։ Ջերմնաս երկաթները հատկացված է հեծանվորդների ճանապարհի համար, այս կողմում եւ այն կողմում էլ կա։ Այս կողմում արդեն հետոտների համար է նախատեսված։ Պիսի խուսափենք ավելորդ վթարներից։ Սեք ինձ սիրուն է տրամվան։ Սա Սևիլյայի կաթեդրալն է, տաճարը։ Եվրոպայի ամենամեծ գոթական տաճարներից մեկն է։ Կհիշեք, նախորդ վիդեոյում պատմեցի ձեզ։ Սեք ինձ սիրուն է տաճարը։ Սա գլխավոր մուտքն է։ Մեր հայտնի Խամոնի Բուդա պղտած հատուկ խանութ է։ Ուրեմն այս տաղավարները հիմնականում բերում են նոր տարվան եւ վաճառում են այս արձանիկները, Հիսուսի գյուղն է, գեղեցիկ այսպես ներկայացնում են։ Ամբողջովին դրված են այդ տաղավարներից։
հետևորդներ, այս պահին մենք գտնվում ենք Պլասա Իսպանիայի դիմաց, որը թարգմանաբար նշանակում է Իսպանիայի հրապարակ, այն քաղաքի խորհրդանիշներից մեկն է, հիմա կտեսնեք թե ինչու, շատ գեղեցիկ է, այստեղ միշտ կհանդիպեք շատ տուրիստների, aquellos lugares donde nos quisimos, enredo en amor, sin ganas ni fuerza por ver si te olvido. Procuro olvidar y hago en el día mil cosas distintas. Procuro alejar pisando y contando esas hojas caídas. Si le parece bien, saludamos a la gente de Armenia. Por supuesto, un abrazo muy fuerte para la gente de Armenia, que se lo merece. Muchísimas gracias. Ասեմ, որ այն նախագծված է եղել Անիբալ Գոնսալեսի կողմից, ճարտարապետ, 1929 թվականին, և նրա բուն նպատակը այն է եղել, որ իբերոամերիկյան ցուցահանդեսին ցուցադրվի Իսպանիայի բոլոր շրջանները։ Նրանք թվով 50-ն են, երգևի հատվածում սարքված են նստարաններ, որոնց վերևի մասում գրված են շրջանների անունը, բայց նրանք ընդամենը 48-ն են, քանի որ նախկինում երկու շրջան Իսպանիային չի պատկանել, Սեուտան ու Մելիլյան, այլ պատկանել է Աֆրիկայի հյուսիսին։ Իսկ այս հատվածը Օֆիսինա դե Էստրանխերիան է, օտարերկրյա մարդկանց թղթաբանության գրասենյակը։ Այստեղ են գալիս մատնահետք ենք տալիս, թղթերն ենք հավաքում, որպեսզի ներս տանք և ունենանք ապրելու իրավունք և հետագայում ստանանք քաղաքացիություն։ Հիմա ուզում եմ իջնել ներքև, որպեսզի ձեզ ցույց տամ։ Տեսեք, այս հատվածում և այն հատվածում են շրջանները։ Հիմա փորձեմ մոտենալ, բավականին շատ մարդիկ են նստած։ Այստեղ կանարյան կղզիներն են, Կադիսը ծովափնյա քաղաք, Կորդովա, Բուրգոս, Ալիկանտե, ծովափնյա քաղաք է, դեպ հայրը այնտեղ շատ են։ Այստեղ շատ են գալիս մարդիկ, լավ ժամանակ անցկացնելու, գեղեցիկ նկարելու, նկարվելու և ոչ միայն, այստեղի լճակը իդեպ ցամաքած է, կան փոքրիկ թիանավեր, մի քիչ այն կողմ, որոնք վարձում ես և հրապարակի շուրջ բոլորը պտտվում ես։
Այն կողմել, մինչև այն վերջի հատվածը գնում է։ Ես հաճախ եմ այստեղ գալիս։ Նստում եմ այս անկյունը եւ վայելում եմ բադիկներին, տեսնում եմ ձկներին, բայց այս պահին, ինչպես տեսնում եք, դա հնարավոր չէ։ Իսկ փոքրիկ թիանավերը այն հատվածում են չեն երևում, 1 րոպե մոտենամ։ Սա էլ նավակները ժողովուրդ ջան։ Ապրենք առաջ։ Մեր ոստիկաններն են։ Դեպ շատ բարի են։ Ուրեմն այս ձիու կառքերը Վարշույթով են և 4 անձի համար վճարում ես 45 եվրո և 35 րոպե պտտվում ես նրանց հետ, տեսնելով քաղաքը, տեսեք բավականին շատ կա։ Սպահին տուրիստները ոնց որ ուզում են գնային փոփոխություններ անել, համագործակցում են, բայց ոնց որ չի ստացվում։ Տեսեք ինչքան մարդ կա։ Այստեղի ապրողները, շատ տուրիստներ կան։ Իսկ այն դիմացի հատվածում թափանաշրջիկ երգիչները և պարողները գալիս են, փոքրիկ համերգներ են տալիս, որպեսզի մարդիկ տեսնեն, ճանաչեն և վայելեն ֆլամենկո երգն ու պարը։ Եկեք մոտենանք և ձեզ ցույց տամ։ Es un amor posible, de qué amor que yo tenía lo guardaba, de qué amor que yo tenía lo guardaba, es como un final y no era ayer. Saca a bailar, que te voy a sacar a bailar. Toma niña una copita que te voy a sacar a bailar. Toma niña una copita que te voy a sacar a bailar. Que te voy a sacar a bailar. Desde que llega la feria no te dejo de mirar. Desde que llega la feria no te dejo de mirar. Volante de color y tu pelo una flor, tu forma de mirar, a mí me tiene tan loco que te voy a sacar a bailar. Ahora yo tiempo tengo en mi casa una riata que me da flores, todo tiempo que tengo en mi casa una riata. Tengo en mi casa una riata que y por si acaso pasará, tenga yo flores para darte, que por si acaso pasará, tenga yo flores para darte. Դե ինձ սիրելի հետևորդներ, այսօր նախատեսել էի այսքանը, հուսամ հավանեցիք այս տեսանյութը, չենք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակ, հավանել տեսանյութը, թողնել մեկնաբանությունում ձեր կարծիքները, սիրով կկարդամ և կպատասխանեմ, բոլորից շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ վլոգում, եղեք առողջ և միշտ ժպտացեք, stay tuned!